Լորվա կանաչաբույր լեռներից մեկի հովանու տակ, որտեղ գետերն անհանգիստ հոսում են ժայռերի միջով, ծնվեց մի մանուկ, որի ճակատագիրն ընտրել էր լռությամբ խոսելու մեծագույն արվեստը գրի միջոցով։ Նրա անունը Հովհաննես էր, բայց ժամանակը նրան պիտի հիշեր որպես Թումանյան, հայ ժողովրդի բանաստեղծ։ Մանուկ հասակից նա կլանում էր գյուղի շնչով լեգենդներ ու գիշերային խարույկի մոտ լսած հեքիաթներ։ Հենց այդ հեքիաթների մեջ էր ապրում իր առաջի սերը, ժողովրդի պատմությունն ու ցավը։ Գյուղական մաքուր օդի հետ նա շնչում էր արդարության պահանջ, տառապանքին նվիրվելու մեծ պատրաստակամություն։ Երբ մեծացավ, գնաց քաղաք, իր գրչով լույս տալու մութանկյուններին։ Նրա խոսքը պարզ էր, ինչպես աղբյուրի ջուրը, բայց սուր, ինչպես սարի քամին։ Նա գրում էր գյուղացու հույսից, մոր արցունքից, որբի աղոթքից։ Մարդիկ ընթերցում էին նրան, ու թվում էր, իրենց սեփական սիրտն է խոսում։ Նա մեկնեց այդ աշխարհից, բայց իր շնչով լի տողերը մնացին։ Մնաց Լորվա ժայռերի մեջ, մնաց Երևանի պատերի վրա, մնաց գրքերում, ուշերում ու ամեն անգամ, երբ մեկը բացում է նրա գրքերը, լեռներից մի հին, բայց կենդանի ձայն է հնչում, Թումանյանի ձայնը։ Սուրբ Գրիգոր Լուսավորից եկեղեցին գտնվում է Լոռու կենտրոնական հատվածում, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին հարակից տարածքում։ Կառուցվել է 7-րդ դարում, շրջապատված է տապանաքարերով եւ այստեղ առկա են բազմաթիվ հուշաքարեր, հուշարձաններ։ թվականի փետրվարի 19-ին այստեղն է ծնվել ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 1879-ից 1883 թվականներին սովորել է Ստեփանավան երգսեր դպրոցում, ապա մեկնել Թիֆլիս ուսանել Ներսիսյան դպրոցում։ Տունը 19-րդ դարի 60-ական թվականներին կառուցել է բանաստեղծի հայրը, գյուղի քահանա Տեր Թադևոսը։ Հետաքրքիր հարցազրույց ունեցանք Թումանյանի ծննդավայր Դսեղի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանի հետ։ Ով է եղել Հովհաննես Թումանյանը հայ ազգի համար։ Հովհաննես Թումանյանը մեր ազգի մեծ բանաստեղծն է, գրողը, հասարակական գործիչը, հրապարակախոսը, փիլիսոփան, բայց Թումանյանի կերպարը այդպես ամբողջական չէր լինի, եթե մենք չասեինք, որ Թումանյանը իր ազգի մեծ զավակն էր։ Նա միայն չգրեց, մենակ գրիչով չպայքարեց իր ժողովրդի լուսավորության համար։ Նա եղավ միշտ իր ժողովրդի կողքին, որտեղ վտանգ կար։ Դուք գիտեք, երևի 5-ից 6 թվերին 1900-հայերն ու թուրք թաթարներն էին կռվում, ինքը գնաց իր կյանքը վտանգելով համոզեց երկու կողմերին էլ, որ կայունահեղությունը դադարեցնեն, որի պատճառով բանտ նստեց։ 15 թվականի եղևնի ժամանակ գնաց Էջմիածին, որպեսզի օգնի գաղթականներին, Արևմտյան Հայաստանից գաղթած ժողովուրդը Էջմիածնի պատերի տակ մեռնում էր սովից ու համաճարակից։ Այդ համաճարակի վտանգի մեջ ինքը օգնեց 2 ամիս մնաց Էջմիածնում, գիշեր ու զօր աշխատում էր, տառացիորեն ծերացավ։ Դրա համար, երբ ասում են ով է Հովհաննես Թումանյանը, մենք չենք կարող միայն ասել գրող է, բանաստեղծ է եւ այլն։ Իհարկե նրա հեքիաթները, քարյակները, բանաստեղծությունները, պոեմները մեզ շատ բան են տալիս, բայց Թումանյանը Թումանյան չէր լինի, եթե իր կերպարից առանձնացնեինք նրա ազգի մեծ զավակ լինելը։
Շնորհակալություն։ Ինչ հետաքրքիր դրվագ գիտեք Հովհաննես Թումանյանի կյանքից, որը կարող եք ներկայացնել մեզ։ Ինչ պատմեմ։ 1915 թվականի Եղեռնի ժամանակ Թումանյանը 2 անգամ գնաց Արևմտյան Հայաստան, որ տեսնի, թե ինչ է կատարվում այնտեղ։ Հետո երբ որ եկավ, ռուս լրագրող Գորոդեցկին պատմում է, որ ինքը Ռուսաստանի քաղաքների միության կողմից եկել էր այստեղ լուսաբանելու առաջին համաշխարհային պատերազմը, ասում է եկա Թիֆլիս ու չգիտեի ինչ եմ անելու, ում եմ մոտենալու, ինչպես եմ սկսելու Արևմտյան Հայաստանը այնտեղ, Թիֆլիսը այստեղ, ասում է նկատեցի, որ կայարանում մի բարձրահասակ մարդ կապված բեռների մոտ կանգնած ինչ-որ բան է խնդրում ներկաներից, հարցնում է մարդկանց, ասում է ովքեր են դրանք, ով է նա, ասում են մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանն է, ու մոտենում է եւ ինչ է պարզվում, Թումանյանը խնդրում է, որ այդ բեռներից ուղարկեն վան, իրեն ասում են վանում մարդ չի մնացել, ինքն էլ ասում է վանում մարդ կա, ինքը գնացել եկել էր, չէ, ինքն ասում է վանում մարդ կա, ուղարկեք, կոտորվում են, քաղցած են, հիվանդ են, այդպես ինքը իրեն մաշեց ամբողջ կյանքում։ Ծիծաղելի դրվագել կա, գալիս է գյուղ, մայրն ասում է քեռիդ հիվանդ է, քեռին գյուղի մյուս ծայրին է ապրում, գնա քեռուդ տես, ինքն էլ Թիֆլիսից թզի մուրաբա էր բերել, այդ թզի մուրաբան վերցնում է, Տերենիկ Դեմիրճյանի հետ էր եկել, իր ընկեր գրող Տերենիկ Դեմիրճյանի հետ, Դեմիրճյանին էլ վերցնում է ու միասին գնում են քեռուն տեսնելու, քեռուն ասում է քեռի, այս ընկերս բժիշկ կա, դեղ ա պատրաստել քեզ համար, կեր կլավանաս ու թզի մուրաբան տալիս է իրեն ինքն է դուացի մարդ, մուրաբա չի տեսել, ուտում է մուրաբան, մի որոշ ժամանակ հետո Թումանյանին լուր է ուղարկում Թիֆլիս, թե քեռեկինը տելա հիվանդ, են բժշկին ասա, են դեղիցը սարքի, ուղարկի ուտի լավան։ Այդպես գյուղացիների հետ շատ էր կապված, ինքը շատ էր երազում գյուղում դպրոց բացել, որովհետև ինքը գյուղում դպրոց էր գնացել, ինքը իմ ընկերներսով պատմվածքի դպրոցն էր գնացել, փոքր սենյակ, քիչ երեխաներ, ու ուզում էր անպայման երեխաները կրթվեն, որովհետև տեսնում է, որ գյուղը տգիտության մեջ խեղդվում է, իմ ընկերներսով տեսնում է, ու առաջարկում է գյուղացիներին, որ դպրոց բացեն, մի մասն ասում է, բա այն մի երեխես գառներն ապահում, այն մի երեխես հորթերն ապահում, Թումանյանը բացատրում է, որ կարևորը կրթությունն է, ու Թումանյանի մոր ջանքերով գյուղում 1904 թվականին դպրոց է բացվում, մեր դպրոցը հիմա 121 տարեկան։ Շնորհակալություն շատ։ Աղբյուրները հնչում են ու անցկենում, ծարավները պենչում են ու անցկենում, ու երջանիկ ակունքներին երազում, պոետները կնչում են ու անց են կենում։ 1953 թվականի ապրիլին Հովհաննես Թումանյանի փողոցի սկզբնամասում կառուցվում է ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծով Հովհաննես Թումանյանի թանգարանը, որը ունի 54 աստիճան։
Աստիճանները խորհրդանշում են նրա կյանքի ապրած տարիները։ 1920 թվականները փողոցը կոչվել է բժշկական փողոց։ 1921 թվականից կոչվել է Ստեփան Ալավերդյանի անունով այն ժամանակ, երբ Հանրապետության փողոցը կոչվում է Լենինի անունով։ Այնուհետև Թումանյան փողոցը անվանակոչվել է Վլադիմիր Լենինի անունով, իսկ նախկին Լենինի փողոցը Սուրեն Ալավերդյանի։ 1961 թվականից Թումանյան փողոց, երբ Լենինի պատվին անվանակոչվեց նախկին Ստալինի պողոտա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ճանաչում եք Հովհաննես Թումանյանին։ Այո։ Նրա ստեղծագործություններից երբևիցե լսել եք։ Այո։ Որը կհիշեք։ Անխելք մարդը։ Ուրիշ։ Չաղ թագավորը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք ճանաչում եք Հովհաննես Թումանյանին։ Այո։ Նրա ստեղծագործություններից, հեքիաթներից ինչ գիտեք։ Չաղ թագավորը, Քաշնազարը, Նորեջի Սաքոն, Անուշը։ Գիտես այսօր ինչ օր է։ Երկ նվիրելու օրը։ Ահա, էլ ինչի օրն է։ Հովհաննես Թումանյանի ծնունդը։ Բարև սիրելի փոքրիկ։ Բարև։ Այսօր որտեղ ես այցելել։ Հովհաննես Թումանյանի տուն թանգարան։ Իսկ այսօր այնտեղ ինչ ես տեսել։ Հովհաննես Թումանյանի շարժվող պատկերը։ Այն հավանեցի՞ր։ Հա։ Թումանյանի տուն թանգարանը վերակառուցվել է 1966 թվականին։ Թանգարանում առկա է մոտ 18,000 ցուցանմուշներ։ Հովհաննես Թումանյանի թանգարանը կառուցված է երկու հարկից։ Առաջի հարկում առկա են Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության մասին լուսանկարներ, նամակներ և կարևոր փաստաթղթեր։ Հովհաննես Թումանյանի թանգարանը գտնվում է Երևան Թումանյան փողոցում։ Այն բաց է 1959 թվականին և նախատեսված է հայկական գրականության մեծագույն նորության այժմ մեկի Հովհաննես Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացնելու համար։ Թանգարանը տեղակայված է Թումանյանի տուն թանգարան շենքում, որտեղ նա ապրել է մի ժամանակ։ Թանգարանում ներկայացված են Թումանյանի անձնական իրերը, գրքույկները, լուսանկարները և այլ առարկաներ, որոնք կապված են նրա ստեղծագործության ու հասարակական գործողության հետ։ Այն բաց է այցելուների համար և կարող է հետաքրքրել գրականություն սիրողներին, ինչպես նաև մարդկանց, ովքեր ցանկանում են ավելի շատ բան իմանալ հայ մեծ գրողների մասին։ Հովհաննես Թումանյանի հուշարձանը գտնվում է Երևանի Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի շենքի առջև, տեղադրվել է 1957 թվականին։ Ներառված է Երևանի կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Նախագծի շրջանակներում եղանք նաև համազգային թատրոնում և դիտեցինք Հովհաննես Թումանյանի Լորեցի Սաքո ներկայացումը։ Խավարում կասված, դիմական հանդես, վասում, ստվերների պես, մինչև որ մենակ մի մարդ կգտնեմ, ճիչով, պարախը մտնես, աչքերը, շող կրակին հարած, ծանր շրջում հոգին հարած, ու բայրի հոգին ալեկոցում է կասկաց նահաց, իրիշվա, որի ավարտից հետո բացառիկ հարցազրույց անցկացրեցին գլխավոր դերակատար Արման Նավարսարդյանի հետ։ Ով է եղել Հովհաննես Թումանյանը հայերի համար, հայ ազգի համար ձեր կարծիքով։ Հովհաննես Թումանյանը հայ ազգի համար իմ պատկերացմամբ այն կանթեղն է, այն փարոսն է, որի գաղափարը եւ որի ազգային նկարագիրը ուղեկցում եւ պիտի ուղեկցի հայ ժողովրդին դեպի բարձր լեռները, ինչպես ինքն է ասում, դեպի հզոր հայրենիք, ինչպես ինքն է ասում։ Այո, Թումանյանը այն
Լույսն է, Թումանյանը, Չարենցի խոսքերը հիշեցի ակամայից։ Գիտեք Թումանյանին ինչպես է բնութագրում։ Կա Մեծարենց, կա Տերյան եւ բազում ուրիշ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության։ Այդ է Թումանյանը։ Ստեղծագործություններից ո՞րն է ավեշաձեզ հոգեհարազատ։ Բոլորը շատ քառյակները գրեթե բոլոր քառյակները գիտեմ բերանացի, պոեմները գիտեմ որոշ չափով, խնդրեմ Լորեցի Սակոն։ Բանաստեղծ գիտեմ, բոլորն էլ հոգեհարազատ են։ Բոլորը։ Թումանյանը իմ ամենօրյա սեղանի հացն է։ Ամենօրյա երկու հեղինակ ունենք, որ ես համարում եմ իմ մշտական կերակուրը։ Ես հոգևոր սննդի մասին եմ խոսում։ Չես պահում բա։ Երբեչի։ Փախավ։ Ինչի։ Նկարում ենք, խոսենք։ Հա։ Ինչ էի ասում։ Հա, ամենօրյա իմ սնունդներ, երկու հեղինակ, Թումանյանը եւ Սահյանը։ Սրանք ամեն օր ինձ հետ են, իրենց մտքերով, իրենց գաղափարներով, իրենց տեսակով, իրենց լինելով իբրև հայ, իբրև այսպես նստած իրենց մտքերով իմ մեջ է։ Իմ ամենօրյա սնունդն է Թումանյանը։ Ամեն ինչ գիտեմ, ինչ որ ինձ պետք է գիտեմ Թումանյանի մասին։ Շնորհակալություն շատ։ Երկու խոսք ասես, ես հաջորդը կշարունակեմ Թումանյանի բանաստեղծություններից։ Մեր օրը շատ թաքեցած է, հատկապես վերջին ապրտները երևի Մասնակցում եմ մեր դպրոցում այդպիսի մեր երկրում։ What բանաստեղծություն ես Թումանյանցի։ Այ մի վարքյան, հեսա։ Հիշեմ։ Դու ասա։ Որպես Դու մի հավատար ժպտուն աչքերին, շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ, բուսած կորության անդունդի ծայրին միամիտ մարդկանց քաշելու համար։ Դու շատ մի խաբվի ժպտուն աչքերին, շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ, ծլում են սրտի ավերակներից, տխուր հատակը ծածկելու համար։ Մեծ մարդ է Երանի թե մենք Թումանյաններ շատ ունենայինք մեզանում։ Շատ մտավորական, բայց ազգային գործիչ։ Նա միայն գրող չի եղել։ Այդ Վերնատուն սարքեցին, բան արեց։ Այդ ինչ էր այդ Վերնատուն, այնտեղ միայն գրական հարցերով չէին զբաղվում։ Լուրջ ազգային հարցեր էին լուծում։ Լուրջ ազգային մտավորականներով հավաքվում էին։ Ինչի է տառապել այդ մարդն, ինչի է այդքան գործությունների մեջ ընկել։ Անհուննիցով, խավարնիցով ահագին է, սև ծովում տառապելով լող է տալիս։ Մեր հոգի, բոլորիս հոգին, դեր, ես երբ ասել, 100 տարի առաջ։ Շնորհակալություն։